Ողջույն բարեկամներ, ես Դավիթն եմ, Վահագնի որդին։ Reopen Media-ի Renews-ի շաբաթվա ամփոփիչ թողարկումը ձեր էկրաններին է։ Ծանր արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների ֆոնին մենք գտնում ենք իհարկե մեր լուսավոր կետերը, նվազեցնում ենք աղմուկը եւ փորձում ենք լինել առավելագույնս անաչառ, անկողմնակալ ու ազնիվ մեր լսարանի հետ։ Այս ամենը հանուն Հայաստանի Հանրապետության։ Բացառապես եւ միմիայն հանուն համայն հայության, որքան էլ ոմանց համար դժվար լինի ընկալել ու հասկանալ, որ Հայաստանում կարող է անկախության սկզբունքով ստեղծվել առաջին բազմալեզու միջազգային լրատվական գործակալությունը, որքան էլ տարբեր խոսող գլուխներ օր ու գիշեր թիկունքում քչփչան իրենց սովորության համաձայն բամբասեն հույս ունենալով, որ մի կեղտ կորսան մեր վրա, քանի որ իրենց կյանքի միակ նպատակն իրենց տեղերում նստած ոչինչ չանելն ու այլոց քննադատելն է։ Մենք այդ ընթացքում աշխատում ենք, արարում ենք, ստեղծում ենք Հայաստանի բացառիկ մեդիա գործիքը մեր այս պահին թուլացած երկիրը համաշխարհային տեղեկատվական քարտեզի վրա տեղավորելու համար։ Դժգոհ եք տիկնայք եւ պարոնայք։ Փորձեիք ինքներդ, քանի որ մինչ դուք դատարկամիտ կասկածներ տարածելով էիք զբաղված, մենք աշխատում էինք բառացիորեն 24 ժամյա ռեժիմով։ Եվ միայն ժամանակն է ապացուցելու, թե որքան ազնիվ ենք մենք մեր հայրենակիցների նկատմամբ։ Այդ մենաշնորհը ձեզ ապացուցելու թողնենք ժամանակին։ Իսկ մերը պատմելն է, բացատրել է մեր սկզբունքներին անդավաճան մնալը, ազգային ու պետական արժեքները լույսի պես պահպանելն ու պաշտպանելը։ Գոնե այնքան, որքան մեզ թույլ կտա մեր կարողությունները, գիտելիքները, հավատն ու հավատամքը։ Իդեպ, դուք եւս կարող եք դառնալ համահայկական այս նախագծի մի մասը։ Ամեն լուման, որ կփոխանցեք Reopen Media-ի շարունակականությունն ու կայունությունը ապահովելու համար կնպաստի Հայաստանի մեդիա անվտանգությանը։ Մեր աջակիցների անունները դուք վերջին տարի ու կեսվա ընթացքում անդադար տեսել եք իմ YouTube-յան ալիքի էկրաններին։ Այս անգամ եւս բացառություն չէ։ Եվ ինչպես միշտ անսահման երախտապարտ եմ բոլոր այն հայերին, որոնք հավատացել են նախագծին, ներդրումներ են ունեցել գործակալության ստեղծման գործում եւ հավատացել են, որ հաջողելու ենք։ Ինչևէ, այս անգամ այդ անունները, ինչպես նշեցի, տեսնում եք ձեր էկրաններին, եւս մեկ անգամ ձեր հավատը դարձավ մեր ուժը։ Մեկնարկենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Պատմական այց, ոչ պատմական արդյունք։ Ինչ թաքնված ուղերձներ կային Ստամբուլում։ Գազան, մենք դեռ մեզ պետք է նայենք Փաշինյանի անսպասելի պատասխանը։ Խաղաղության խաչմերուկը թյուրքական միջանցքի մաս, դավաճանություն թե գոյատևման փորձ։ Ինչու ձերբակալվեց Սամվել Կարապետյանը, ինչ կապ ունի Կրեմլի նոր կուրատորը։ Ինչու ԱԱԾ պետը դեմ գնաց Փաշինյանին եւ զրկվեց իր պաշտոնից մեկ գիշերում։ Մոսկվայի եւ Անկարայի բախումը Հայաստանի համար, ով կստանա միջանցքի վերահսկողությունը։ Պատմական այցի մասին, բարեկամներ, գնալով առաջ, աննախադեպ, պատմական, անթույլատրելի, անբարոյական, ժամանակին ու ժամանակավրե, դավաճանական ու ռացիոնալ։ Ինչպես ասես մեկնաբանել են Փաշինյանի այցը Թուրքիա, առաջարկում եմ սկսել շաբաթվա վերջից, Փաշինյանի այցից, այո, իրավիճակին նայելու ենք ռացիոնալ, ոչ թե էմոցիոնալ դիտակետից։ Հաղորդում եւ հաղորդման առաջին մասում քննարկելու ենք ինչու հիմա, ինչ ուղերձներով, ինչ նպատակով ու ինչ առաքելությամբ Փաշինյանը ճանապարհ հարթեց Ստամբուլ։ Եվ ինչու էր Ալիևին ջուրընկալելուց անմիջապես հետո Էրդողանին անհրաժեշտ սեղմել Փաշինյանի ձեռքը։ Քննարկելու ենք բոլոր դեմ եւ կողմ դիրքորոշումները։ Եվ իհարկե չեմ ցանկանում ծանրաբեռնել ձեզ շաբաթվա ընթացքում Փաշինյանի Թուրքիա գնալու մասին լուրերի, դրանց մեկնաբանությունների ու պարզաբանումների քրոնիկոնով լսել եք, բավարար է։ Ով ինչ ասաց, ինչու ինչպես, էլ հետաքրքիր չէ։ Կարծում եմ հոգնել ենք նաեւ մենք լրատվական դաշտում աշխատողներս։ Հիմա գնանք բում փաստին, այցին ու դրա մասին այս պահին արկա տեղեկություններին։ Հունիսի 20-ին ուրբաթ Նիկոլ Փաշինյանին սպասարկող բորդ համար 1-ի անիվները դիպան Ստամբուլի օդանավակայանի թռիչքուղուն։ Փաշինյանը ոտք դրեց Պոլսի հողին։ Օդանավակայանում նրան դիմավորեց Թուրքիայի արտգործնախարարի տեղակալը, Ֆիդանի տեղակալը, ողջունեցին մի շարք այլ պաշտոնյաներ, ապա Փաշինյանը մոտեցավ Թուրքիայի պատվո պահակախմբին ու մինիմալ արարողակարգով ողջույն ստացավ նաև թուրք զինվորներից։ Իդեպս թուրքական արարողակարգի, երբ օտար երկրի բարձրաստիճան պաշտոնյան մոտենում է թուրք զինվորներին ողջունելու, զինվորականները պատասխանում են Սաոլուն, այն է առողջ եղեք, որը թուրքական ավանդական ողջույն է համարվում հյուրերին, ինչևէ, սրանից հետո սկսվեց բուն այցը։ Այստեղ քննարկման առարկան այն էր, թե ինչու է Փաշինյանը մեկնել աշխատանքային, ոչ թե պաշտոնական կամ պետական այցով։ Քանի որ այս այցը արարողակարգի առումով ունի զգալի տարբերություն, այցերը ունեն տարբերություն։ Ամեն ինչից առաջ ուղղակի հիշեցնում է։
որ Հայաստանն ու Թուրքիան անգամ դիվանագիտական հարաբերություններ ու դեսպանատներ չունեն։ Դրա համար են փորձելու բացատրել այս այցերի տարբերությունը։ Պետությունների ղեկավարների այցերը լինում են 3 հիմնական տեսակի՝ պետական, պաշտոնական եւ աշխատանքային, որոնք տարբերվում են արարողակարգերով, նպատակով եւ դիվանագիտական նշանակությամբ։ Սկսենք ամենաբարձրից։ Պետական այցն ամենաբարձրն է, բարեկամներ, ամենաբարձր մակարդակին է եւ հանդիսավորության տեսանկյունից էլ է տարբերվում շատ եւ որը տեղի է ունենում ընդունող երկրի ղեկավարի հրավերով։ Այն խորհրդանշում է երկու երկրների միջև ամենաջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Նման այցն ուղեկցվում է հանդիսավոր շքերթներով, կարմիր գորգով, զինվորական պատվո պահակախմբի մասնակցությամբ, 21 համազարկ եւ պետական ճաշկերույթ տարբեր երկրներում տարբեր կերպ։ Որպես կանոն, պետական այց է տեղի ունենում երկրի ղեկավարի պաշտոնավարման ընթացքում ընդամենը 1 անգամ, այսինքն կոնկրետ երկրի ղեկավար 1 պետական այց է ունենում 1 այլ երկրի, օրինակ Նիկոլ Փաշինյանը 1 պետական այց է ունեցել Ռուսաստանի Դաշնություն։ Պաշտոնական այցը ավելի պակաս հանդիսավոր է, քան պետականը։ Այն կարող է նախաձեռնվել ինչպես հյուրընկալող, այնպես էլ այցելողի կողմից եւ սովորաբար կենտրոնացած է կոնկրետ քաղաքական կամ տնտեսական հարցերի քննարկման վրա։ Հարողակարգն ավելի զուսպ է այս դեպքում, սակայն կարող է ներառել նաև որոշակի պաշտոնական հարողակարգային բաներ, օրինակ պաշտոնական ընթրիք։ Վերջին տեղում աշխատանքային ամենասովորական այցն է եւ սովորաբար կարճ է տևում 1 կամ 2 օր, երբ նույնիսկ մի քանի ժամ էլ կարող է տևել։ Այս դեպքում հարողակարգային հանդիսությունները հաստատված են նվազագույնի կամ բացակայում են առհասարակ, ինչպես վերջին Փաշինյանի այցը Թուրքիա։ Նպատակը կոնկրետ խնդիրների շուրջ բանակցություններն են, խորհրդակցությունները կամ միջազգային համաժողովներին մասնակցությունը։ Պարզ ասած, երբ դուք գնում եք խնամուտուն ուղակի սրճելու, սա աշխատանքային այցն է, առանց նախապես պլանավորված տոլմաների եւ խաշլամաների։ Երկրորդը պաշտոնականը։ Այն է, երբ ձեր խնամիները նախապես են զգուշացնում, որ օրինակ գալիս են ձեզ հյուր, ու դուք պատրաստություն եք տեսնում, սեղան եք գցում, տոլմա եք պատրաստում։ Իսկ երրորդ դեպքում պետական այցի ժամանակ ձեր խնամիներն ու դուք երկար պլանավորում եք ձեր զավակների հարսանիքը, առևտուր եք անում, նվերներ գնում, վարսավիրանոց այցելում, վերջապես մեքենաներ վարձում, որ այդ օրը պաշտոնական դիմավոր եք հյուրերին։ Կարծում եմ առավելագույն հասկանալի բացատրեցի տրամաբանությունների։ Հիմա Փաշինյանի այցը խնամոնց հետ ուղակի սուրճ խմելու մակարդակի այց էր։ Այն է աշխատանքային քննարկելու ընթացիկ խնդիրներն ու անելիքները։ Դրա համար չկային սովորական դարձած օսմանյան զորքերի ու նժույգներով ենիչերների շարասյունները։ Վստահ եմ տեսած կլինեք Էրդողանի կրկեսը, որն ինքը կազմակերպում է պետական այցերի ընդունելությունների ժամանակ Անկարայի նախագահական պալատի մոտ։ Այս անգամ Անկարայում էլ չէր։ Հիմա ինչու Ստամբուլ, ոչ թե Անկարա։ Շատերը պնդում էին, որ սա անարգանք է Փաշինյանի նկատմամբ, որ Էրդողանն ուղղակի նսեմացնում ու ստորացնում է Փաշինյանին, ընդունելով նրան Ստամբուլի ինչ-որ անհասկանալի պալատում։ Իրականում Էրդողանը միայն Փաշինյանին չէ, որ ընդունել է այս հայտնի պալատում։ Էրդողանը Դոլմաբահչեում ընդունել է նաև Սիրիայի նոր բռնապետ Ահմեդ ալ-Շարային, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆին, Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին եւ միշտ ապեք կարծել, թե այսքանն էին այն է իր ենթակայության կամ իր ազդեցության տակ գտնող երկրների մասով, հա։ Էրդողանն այս պալատում հյուրընկալել է նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, Գերմանիայի նախկին կանցլեր Շոլցին, Սաուդյան Արաբիայի թագաժարանգին, Նիդերլանդների վարչապետին եւ այլն։ Սրանք բոլորը Թուրքիա էին ժամանել աշխատանքային այցերով եւ ընդունելության են արժանացել Դոլմաբահչեում։ Սակայն ուշագրավն այլ բան է։ Ստամբուլի շքեղության խորհրդանիշ Դոլմաբահչե պալատի ճարտարապետները ազգությամբ հայեր են, Օսմանյան կայսրության պալատական ճարտարապետների հանրահայտ Բալյանների գերդաստանից։ Պալատը կառուցվել է 1853-1856 թվականներին Սուլթան Աբդուլ Մեջիդ առաջինի հրամանով, ով ցանկանում էր ունենալ ժամանակակից եվրոպական ոճի նստավայր։ Նախագծի հեղինակներն են հայր եւ որդի Գալաբեթ Ամիրա Բալյանը եւ Նիկողայոս Բալյանը։ Այսպիսով Դոլմաբահչեն ոչ միայն Օսմանյան կայսրության վերջին շրջանի հզորության խորհրդանիշն է, այլև հայ ճարտարապետական մտքի փայլուն, իրապես փայլուն վկայություններից մեկը Ստամբուլի սրտում։ Եվ այստեղ հանգում ենք մեսիջներին։ Մինչ այդ դիտենք կադրերը, թե ինչպես է Փաշինյանը ժամանում պալատ։
Foreign Affairs. Representative, Deputy Foreign Minister, my Press Secretary. Արարողակարգային նկարահանման ժամանակ երևում է, որ սեղանին անգամ ջուր չկա, հավանաբար հետո մոտեցրել են։ Մի քանի լուսանկար ներսում, ապա տեսանյութը ավարտվում է Էրդողանի, Փաշինյանին մինչև մեքենայի դուռը ճանապարհ դնելով։ Կրկնում եմ, տարբեր տեսակ քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ տարբեր կերպել մեկնաբանելու են այս բոլոր մանրուքները։ Մեկն ասելու է խայտառակություններ, մյուսը համարձակություն ու պրագմատիկ քաղաքականություն։ Վերջնարդյունքում դուք եք որոշելու, բարեկամներ, թե ինչ էր։ Ամեն դեպքում մի բան հաստատ է։ Էրդողանը պատահական չի որոշել հանդիպումները անցկացնել Դոլմաբահչեում, Ստամբուլում, քանի որ Ստամբուլը, չմոռանանք, Օսմանյան կայսրության մայրաքաղաքն էր, իսկ Անկարան Թուրքիայի հանրապետության մայրաքաղաք ավելի փոքրիկ։ Էրդողանը, որը սկզբում Մոլի հանրապետական էր, իսկ մեր օրերում նեոօսմանիզմի ամենավառ կերպարը, տարբեր պաշտոնյաների Ստամբուլ տանելով ցուցադրում է իր կայսերական նկարտումներն ու մղումները։ Փաշինյանին Ստամբուլ հրավիրելով էլ հավանաբար ինքը ուզում էր հիշեցնել օսմանյան ժամանակներն ու ազդեցությունները։ Սա կարող ենք մեկնաբանել նաև այլ կերպ, ինչպես մի քիչ առաջ նշեցի, պալատը, որտեղ որ ընդունեցին Փաշինյանին, կառուցել են հայ ճարտարապետներն ու Էրդողանը գուցե նպատակ ուներ ամեն ինչից զատ ցույց տալ նաև թուրք եւ հայ ժողովուրդների երբեմնի համատեղելիությունը։ Պատվիրողը սուլթանն է, իսկ կառուցողը հայերը։ Սրանք բազմաշերտ դիվանագիտական ու քաղաքական մեսիջներ են, որոնք կարող ենք քննարկել շատ երկար, բայց գնանք արդեն հայտարարությունների։ Վստահ եմ, որ բավարար տեղեկություններ ստացաք մանրուքներից, հիմնականին անցնենք, որովհետև եթե շատ խորանամ, կարող է մի ամբողջ թողարկում տևել։ Հանդիպումը երկար չի տևել։ Մոտ 1.5 ժամ դրա արդյունքներով հայկական կողմը տարածեց հաղորդագրություն, որում ասվում է. մեջբերեմ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության եւ կոնկրետ արդյունքների հասնելու կարեւորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային իրադարձություններին եւ այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Հիշեցնեմ ուղղակի, որ հայ-թուրքական հարաբերություններ կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին խոսվում է արդեն 3 տարի, էլ չեմ ասեմ, որ առնվազն 3 տասնամյակ։ Դեռևս 2023 թվականի հունիսի 1-ին հայ-թուրքական սահմանը պետք է բացվեր երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական ազնագրեր ունեցող պաշտոնյաների համար։ Թուրքիան անդադար ձգձգեց, մեկ Նեմեսիսի արձանը Երևանում դուր չէր գալիս Էրդողանին, մեկ Ալիևի պահանջներն էին խանգարում մերօրյա սուլթանին։ Մի խոսքով, հայկական կողմը այստեղ մի ինչ-որ պահի դարձավ խնդրող։ Խնդրում ենք, բացեք սահմանը։ Հիմա հաղորդագրության երկրորդ մասին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործընթացին եւ շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ։ Ասվում է Հայաստանի կառավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ հիշեցնեմ ուղղակի, որ Փաշինյան-Էրդողան նյույորքյան հանդիպումից հետո Թուրքիայի նախագահն ինքը բացեց փակագծերն ու հայտարարեց, որ Հայաստանի վարչապետն իրեն խնդրել է միջնորդական ջանքեր գործադրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը հաջողության հասցնելու համար։ Հայկական կողմը Էրդողանի այս հայտարարությունը որևէ կերպ իհարկե չմեկնաբանեց, սակայն ժամանակի ընթացքում բոլորս ականատեսը եղանք Էրդողանի միջնորդական վերաֆորմատավորման գործընթացին, իսկ 3 Էրդողան-Ալիև հանդիպումը էլ ավելի ամրապնդեց այս համոզմունքը, որ հիմա Էրդողանն ավելի շատ ասելիք ու անելիք ունի հայ-ադրբեջանական կարգավորման գործում, քան որևէ այլ երկրի առաջնորդ։ Հիշեցնում եմ, որ հունիսի 19-ին Ալիևը սեղմում էր Էրդողանի ձեռքն ու Քահրաման Մարաշում բացում էր ադրբեջանական թաղամաս կոչվածը, որը կառուցվել է Ադրբեջանի աջակցությամբ Թուրքիայի ավերիչ երկրաշարժի հետևանքները մեղմելու նպատակով։ Հենց այս հանդիպման ժամանակ Էրդողանը հավանաբար իբրև շնորհակալություն լայն լսարանի մոտ շրջանառության մեջ դրեց այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության թեման։ Ինքն իր ելույթի ընթացքում արտասանեց Աբդուր Ժահիմ Քարաքոչի Ղարաբաղի ցավերի ողբին նվիրված բանաստեղծության համատեքստում մի ուղերձ։ Էրդողանը մասնավորապես ասաց. մեջբերեմ. Եղբայրներս, ցանկանում եմ ձեզ հրաժեշտ տալ Քահրաման Մարաշի զավակ, այժմ արդեն լուսահոգի Աբդուր Ժահիմ Քարաքոչի հույզերով լի տողերով, որոնք նա նվիրել է Ղարաբաղին անմիջապես Խոջալուի ցեղասպանությունից հետո։
Այսպես մինչև Փաշինյանին ընդունելը Ալիևին սիրաշահելու համար կլինի, թե հայ վարչապետի հետ քաղաքական առևտուր անելու համար Էրդողանը հայերին դարձրեց ցեղասպան, նույնականացրեց մեզ ու իրենց այն է թուրքերին, ցույց տալով, որ հայերն էլ մի բան չեն, մի բարի պտուղ չեն։ Իդեպ Փաշինյանը ավելի վաղ Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Ակոսի թղթակցի հարցին պատասխան, թե ինչքան է դեռ պատրաստվում Փաշինյանը սիրաշահել Գազանին, սա ուղիղ մեջբերում էր, նկատի ունենալով հավանաբար Էրդողանին, որի նպատակը մեծ Թուրանի գաղափարն իրականացնելն է, ինչի համար պետք է Զանգեզուրի միջանցքը, Փաշինյանը պատասխանեց, մեջբերեմ, Գազան, մենք դեռ մեզ պետք է նայենք, մենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում։ Նման կերպ արտահայտվելով ըստ էության Փաշինյանը համաձայնում է, որ հայերը եւս վայրագություններ են արել, վայրագություններով են զբաղվել, համաձայնելով Էրդողանի նման օրինակ գնահատականի հետ արդեն հայերին եւ թուրքերին նույնականացնելու հարցով։ Ինչևէ, թեպետ Էրդողանի ու Ալիևի համատեղ հայտարարությունների ու դրանց արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ Հայաստանին վերաբերող տող անգամ չկար, դժվար թե ավակ ու կրծեր եղբայրները քննարկած չլինեն Հայաստանի հարցը, թե ինչ են ուզում ստանալ Հայաստանից համատեղ ջանքերով, այն էլ այն իրավիճակում, երբ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում շարունակում է թուլանալ, իսկ Իրանը լղոզել իր կարմիր գծերը։ Ավելի ուշ արդեն Էրդողանի կողմից տարածված հայտարարության մեջ ամեն բան ավելի պարզ է դառնում։ Թուրքիան կօգտագործի դիվանագիտական բոլոր միջոցները ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։ Հղում անելով Էրդողան-Փաշինյան հանդիպմանը, այսպես գրում էին թուրքական լրատվամիջոցները, թուրքական Անադոլու գործակալությունը մասնավորապես գրում է, մեջբերեմ։ Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարեւորությունը։ Նախագահը շեշտել է, որ Թուրքիան, առաջնորդվելով իշահ բոլորի սկզբունքով, կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի զարգացմանն ուղղված ջանքերին։ Չանդրադառնամ թուրքական մեդիայի մյուս հայտարարություններին, պարզապես նշեմ, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային այդ իրադարձություններին եւ այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու ուղիղ կապերը եւ երկխոսությունը։ Ասել է, թե որևէ լուրջ համաձայնություն, որևէ հայտարարություն այս երկուսի հանդիպման արդյունքներով մենք չունենք։ Չկա հստակ պայմանավորվածություններ սահմանները բացելու վերաբերյալ, թեպետ հարավային Կովկասն իրապես հիմա գոնե թե օդային միջանցքի կարգավիճակ ունի, դուք ձեր էկրաններին իմ թիկունքում տեսնում եք այդ միջանցքը։ Հարավային Կովկասն այս պահին ինքնին արևելք-արևմուտք օդային միջանցքի է վերածվել, քանի որ փակ է ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Իրանի երկինքու էստեղ հետս հետ է գանք ամփոփման ու եզրահանգումների։ Էրդողանի համար ռուս-ուկրաինական ու իրանա-իսրայելական կոնֆլիկտները աստծո պարգև են։ Թուլանում են եւ Իրանը եւ Ռուսաստանը։ Թուրքիայի հիմնական մրցակիցները հարավային Կովկասում։ Սա բացառիկ շանս է Էրդողանի համար տարածել իր ազդեցությունը դեպի կենտրոնական Ասիայի տարածաշրջան, թուրքալեզու պետություններ։ Իրանն ու Ռուսաստանը մեկուսացվում են, իսկ Թուրքիան ստանում հնարավորություններ։ Այն անվտանգ է, տարածաշրջանը ունի բացառիկ աշխարհագրական դիրք, բավարար ռազմական ներուժ արդեն Թուրքիան իր ենթակայության տակ գտնվող ճանապարհներն ապահով պահելու համար ու մնացել է արևելք-արևմուտք կապն ամբողջացնելու համար ընդամենը մեկ կոմպոնենտ՝ Սյունիքի միջանցք։ Այս փոքրիկ անցումով Էրդողանը դառնալու է ոչ թե ուղղակի տարածաշրջանային գերտերություն, այլ համաշխարհային տերություն, իր մասշտաբներով խաղալու է արդեն խոշորների հետ եւ որ ապահովելու է կապը Չինաստանի եւ Եվրոպայի միջև, արտադրողին հասցնելու է սպառողին։ Եթե ճանապարհին մի Փաշինյանը մի փոքրիկ Հայաստանով, ապա կամ պիտի ռազմական ուժ կիրառես ու ոչնչացնես Հայաստանի իբրև պետություն ու պատմական ճանապարհի վրա սահմանես բացառիկ վերահսկողություն, կամ պիտի շոյես ու սիրաշահես սիրառատ պարտադրանքով Փաշինյանին հանգեցնես նրան, որ ինքնուրույն հանգի ճանապարհի տրամադրմանը։ Եվ Փաշինյանը հանգել է համայնքի հետ հանդիպման, ինքն այդ տրամադրվածությունը ամեն դեպքում ցույց տվեց։ Մենք այսօր ասում ենք, Ժողովուրդ ջան, ինչ ամ է, ուզում եք գնանք, մենք էլ ենք ուզում գնանք։ Մենք էլ ենք, եկեք բացենք սահմանները։ Եկեք բացենք Թուրանը։ Հա բայց կներեք, որ մենք Հայաստանի Հանրապետությունը ուզում ենք զարգացնենք։ Պատկերացնում եք։ Թուրքիայում քաղաքական շրջանակներ ունեն, ասեն հələ սրանց տեսեք։ Սրանք ուզում են Հայաստանի Հանրապետությունը զարգացած բարեկեցիկ պետություն լինի։ Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը զարգացնենք
Իրանք էլ ունեն, մենք էլ կներեք, մենք էլ օրենք ենք ընդունել Հայաստանի Հանրապետությանը Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին։ Իրանք էլ Թուրքիան էլ որոշակի ուզում է տնտեսական ակտիվ կապեր, այսինքն կապեր ունի եւ զարգանում են այդ կապերը, այդ թվում կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանի հետ, ուզում է ավելի շատ հաղորդակցության ճանապարհներ ունենա։ Ինչն է անտրամաբանական։ Մենք այդ ամեն ինչին մի հատ վերնագինը դնում ենք Թուրան, ու վերջ գնաց, վայ, ուզում են Թուրան, Ժողովուրդ ջան։ Մարդիկ եկեք մենք էլ ապրենք։ Եկել ուրիշներն էլ մեր չափով, մենք չէ որ պետք է որոշենք, բայց մեր չափով ուրիշներն էլ հնարավորություն տանք իրանք էլ ապրեն։ Վերջ կոնցեպտը շատ ավելի պարզ է, եկեք լավ ապրենք, թողնենք իրենք էլ ապրեն, բոլորը գոհ են, երջանիկ ու բավարարված։ Բացի Սիրիայում ապրող ալևիներից, որոնց ցեղասպանեցին Էրդողանի ահաբեկչին իշխանության բերելուց կարճ ժամանակ անց։ Այստեղ է, որ առաջանում է Հայաստանի ղեկավարի ու Ռուսաստանի քաղաքականության բախումը։ Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում դուրս մնալ հարավկովկասյան միջանցքների վերահսկողությունից, իսկ Իրանը չի ցանկանում փայ չունենալ այդ ճանապարհների շրջանառությունից, բայց ամեն ինչ տանում է նրան, որ հարավային Կովկասը պիտի դառնա ամենաանվտանգ դարպասը արևելքից արևմուտք եւ այն երկիրը, որը կստանձնի այդ դարպասի վերահսկողությունն ու իր զինվորով լինի, ենթակառուցվածքներով թե այլ կարողություններով կերաշխավորի անվտանգ հարավկովկասյան հանգույցը կլինի հաղթողը։ Այս պահին իր հավակնությունները այդ թվում Հայաստանի միջոցով ամրապնդում է հենց Թուրքիան։ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները առավելագույն փչացնելով Թուրքիան Հայաստանի եւ ռուսների ստիպում է Հայաստանին փնտրել այլընտրանք։ Արևտուր է անում ասելով, որ եթե հայերը մտնեն թուրքական քաղաքականության դրամաբանության մեջ, կունենան ճանապարհներից ու միջանցքներից օգուտներ քաղելու լայն հնարավորություն։ Փաշինյանի վարքն ու քաղաքականությունը ապացուցում է, որ ինքն այդ դասավորվածությանը դեմ չէ, այլ հարց է, որքանով է կողմ Ադրբեջանի բռնապետը, որը չի ցանկանում, որ Հայաստանը որևէ օգուտ ստանա բացված միջանցքներից։ Ալիևն ուզում է, որ Հայաստանը մնա լուսանցքում ու չունենա որևէ հնարավորություն վերականգնել կարողությունները։ Ինչու՞, որովհետև Ալիևը անասնական վախ ունի հայկական ուժի եւ այո ներուժի նկատմամբ։ Ինքն ուզում է, որ Հայաստանը դառնա առավելագույն անունակ մի միավոր, որը կատարողի կարգավիճակում կսպասարկի արևելք-արևմուտք միջանցքը, ոչ թե կարծիք արտահայտող կամ քաղաքականություն իրականացնող կլինի։ Այս պահին գոնե թե իմ դիտարկումներով Փաշինյանը ուզում է տեղավորվել պանթյուրքական նախագծի մեջ, ինչպես ինքն էր ժամանակին ակնարկում, ինչու լինել սեպ, եթե կարելի է լինել ճանապարհ։ Անդրադառնալով այս թեմային Փաշինյանը Ստամբուլում հայ համայնքին մի անեկդոտ պատմեց, անեկդոտ։ Լսենք։ Բայց մի հատ անեկդոտ կա, որը ձեր հարցի շատ ճշգրիտ պատասխանն է։ Բանը քնարական հերոսը գնում է որ ջուր խմի։ Տենում է վիշապը ջրի վրա նստած է։ Գիտեք այդ լեգենդը, որ վիշապը ջրի վրա նստել է, ու հենց մոտենում է, տենում է վիշապը իր գլխով այդ ջրի մոտ նստած է, թուրը հանում է, սկսում է կռվել, այս վիշապի մի գլուխ կտրում է։ Հետո էլի այս վիշապ բնականաբար գազանը արձագանքում է, բայց հերոսը, քանի որ շատ ուժեղ հերոսա բռնում է այս վիշապի երկրորդ գլուխն է կտրում, մեկ էլ այս երրորդ գլուխն ասում է մի րոպե, ինչ ես ուզում, ինչ ես կտրում գլուխս, ասում եմ ջուր խմեմ, ասում է խմի։ Օ, հիմա դե ինձ որ այս բանի հայության այս բանը մեր բոլորից, վայ նրանց նպատակը Թուրանն է։ Ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա, թող գնան գա, անիք, վատա դա։ Վատա դա մենք ենք առաջարկում, մենք ենք այս նախագծով, ասում ենք իրանց էլ ենք ասում, ասում ենք ինչ եք ուզում։ Ասում են ուզում ենք գնանք բան։ Արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ, ասում ենք գնացեք։ Ինչու՞մն է խնդրեմը։ Ասում է, ինչ խնդիր կա։ Գուցե մենք խնդիր չենք տեսնում, բայց առնվազն ադրբեջանցիներն ու ռուսները հաստատ տեսնում են սրա մեջ խնդիր, բացի դա։ Նման ձևաչափերով խոսակցություններ վարելիս, ռուսական օրակարգերի դեմ պայքարելով եւ Էրդողանին ուղիղ հանդիպելով, ձեռքը սեղմելով ինքը նպատակ է դրել հանել հասարակության միջից թուրքերի նկատմամբ վախը, որ ինչպես ինքն է կարծում, անդադար սերմանել են հենց ռուսները, իսկ եթե ինքը գնում է Դոլմաբահչեի պալատ ու սեղմում է Էրդողանի ձեռքը, իրապես ցույց է տալիս, որ Էրդողանն իրականում սատանա չէ, այլ սովորական մի մարդ, սովորական պետական գործիչ,
Այդ դեպքում ինչ խնդիր ունենք նրա հետ։ Հավանաբար Փաշինյանը կարծում է, որ կկարողանա նաև թույլատրել այդ համահայկական վախը ցեղասպանի նկատմամբ ու համոզել, որ կարելի է բանակցել, առևտուր անել ու համագործակցել։ Ոչ թե անընդմեջ վախենալ, թե թուրքը կգա եւ կմորթի։ Ես չեմ պնդում, որ այս քաղաքականությունը ճիշտ է, այլ ներկայացնում եմ իմ դիտարկումները, իսկ ընտրությունը կատարելու եք արդեն դուք։ Փաշինյանը վարում է Էրդողանահաճո քաղաքականություն, հիմքում դնելով Հայաստանի իբրև անվտանգության խնդիր։ Ինքն ասում է, չունենք ռեսուրս պայքարելու թուրքերի ու ադրբեջանցիների դեմ, միաժամանակ այն պայմաններում, երբ ռուսները թուլացել են ու չեն կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը, պաշտպանել հայերին, այս երկուսից եւ ուրեմն ավելի լավ է լողալ հոսանքի ուղղությամբ, այլ ոչ հակառակ, մեծացնելով խեղդվելու ռիսկերը։ Իդեպ, այս համատեքստում Փաշինյանն ասաց Էրդողանին Հայաստանը հրավիրելու։ Լսենք։ Եվ իմ պատկերացրած ակնկալիքը այն է, որ սա այս այցը պետք է ապահովի միջպետական երկխոսության հետագա բնականոն ընթացքը եւ մեր տրամադրվածությունը այդպիսին է։ Ես իհարկե ուզում եմ ասել նաեւ, որ իհարկե պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին շնորհակալություն հայտնել այս հրավերի համար եւ նաեւ պատրաստվում եմ հրավիրել նրան մասնակցություն ունենալ Հայաստանում հաջորդ տարի գարնանը, գիտեք, որ Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որը միջայլոց Երևանում տեղի ունենալու այդ թվում Թուրքիայի աջակցությամբ, որովհետև Թուրքիան նույնպես Եվրոպական քաղաքական համայնքի այդ ձևաչափի անդամ է, եւ ես պատրաստվում եմ հրավիրել նախագահ Էրդողանին մյուս տարի գարնանը, իհարկե ամսաթվերը դեռ ճշտվում են, մասնակցելու Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Ոմանք այս քաղաքականությունը կարող են համարել պրագմատիկ, ոմանք դավաճանական, կրկնում եմ, ընտրությունը ձերն է, սակայն գոնե թե վերջին 5 տարիների քաղաքականությունը հաշվի առնելով վստահաբար կարող եմ պնդել, որ Հայաստանը գնում է այլընտրանքի բացակայության ճանապարհով։ Մոսկվայում զուգահեռ զգուշացնում են, որ եթե հայերը փորձեն այլընտրանք գտնել Ռուսաստանին, դեպի Ռուսաստանի Դաշնություն ճանապարհները Հայաստանի համար փակվելու են։ Իդեպ Թուրքիան էլ շատ ակտիվ օգտագործում է վրացական ուղղությունը հայկական ապրանքների համար խնդիրներ ստեղծելով եւ ապացուցելով, որ այսպես թե այնպես այդ միակ այլընտրանքը մնալու է Թուրքիան, որտեղ անգամ վրացիները կարող են ռուսական Ռոսկոմնadzorի տրամաբանության մեջ արգելափակել հայկական ապրանքները։ Այս մասին խոսեմ արդեն թեպետ հաղորդման երկրորդ մասում։ Հիմա գանք Թուրքիային։ Թուրքիան էլ իր քարոզչական ռեսուրսներով, այդ թվում նաև տարաբնույթ փորձագետների բերաններով Հայաստանում ու քաղաքականության միջոցով ուզում է տեղ հասցնել, որ Ռուսաստանն այլևս չկա Հարավային Կովկասում։ Այն չի կարող որևէ կերպ աջակցել Հայաստանին, իսկ Թուրքիային պետք է ճանապարհ դեպի կենտրոնական Ասիա։ Եթե հայերը չտան այդ ճանապարհը, լավով, նրանք կխլեն վատով։ Սրանով էլ պայմանավորված է արդեն Էրդողան-Ալիև լավ ոստիկան կամ բարի ոստիկան, չար ոստիկան, լավ ոստիկան, վատ ոստիկան քաղաքականությունը։ Էրդողանը շոյում է, ընդունում ու բարիդրացիական կոչեր է անում, իսկ Ալիևը սպառնում է, կրակում հենց Փաշինյանի Թուրքիա այցի ժամանակ, հիշեցնելով, որ հակառակ կողմում ծեծողել կա։ Մեկը շոյում է, մյուսը խփում։ Այսպիսին է թուրքերի քաղաքականությունը, եւ Փաշինյանի պատրաստվածությունը անսալ թուրքական պահանջներին արտահայտվեց նրա Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպան ժամանակ եւս մի կարևոր մտքով։ Ինքն ասաց մեջբերեմ. Թուրքիայի համար կարևոր օրակարգ է միջին միջանցքը։ Խաղաղության խաչմերուկ նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ լիարժեքորեն ներգրավում է միջին միջանցքի նախագծին։ Գոնե ինձ համար ակնհայտ է, որ խաղաղության խաչմերուկը կարող է լինել միջին միջանցքի մաս։ Ֆինիտո բարեկամներ, դավադրություններ փնտրել պետք չէ։ Ադրբեջանն ուզում է մաքսիմալը, միջանցքը, Հայաստանի Հանրապետության վերահսկողությունից դուրս իհարկե, իսկ Էրդողանը բարի պապիկի պես կանչում է Փաշինյանին, հետո Ալիևին, Փաշինյանի մոտ Ալիևին սաստում է ու Փաշինյանի մոտ ասում. ոչ, թող լինի Հայաստանի վերահսկողության տակ այդ միջանցքը, բայց անպայման լինի։ Առևտրի դասական գործիք է։ Գինը բարձրացնում ես ինքնարժեքից մի քանի անգամ, որ հետո կարողանաս առևտուր անելով իջեցնել ու հասցնել ցանկալի մակարդակին։ Ասեմ ավելին, թուրքական շուկայի սկզբունքն է բազարում բան գնելու մշակույթի կարևոր մաս է Թուրքիայում գին գցելը։ Անկամ ամոթ է մի քիչ
չբանակցել, ավելի էժան ապրանք գնելու համար, այնպես որ միջանցքը լինելու է, մնում է որոշել դրա գինը։ Այս համատեքստում արդեն հաջորդ թեմային անցնենք։ Շաբաթվա ներքաղաքական թեման Forbes-ի տվյալներով Ռուսաստանի Դաշնությունում անշարժ գույքի 2024 թվականի փոխարքա Սամվել Կարապետյանի ձերբակալությունն է։ Թույլ տվեք չգնալ հետ ու չխորանալ իրադարձությունների քրոնիկոնի մեջ։ Բոլորդ արդեն գիտեք, որ Կարապետյանը մայր տաճարի ֆոնին կանգնած հայտարարեց, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան հարցը լուծել, իրենք կլուծեն իրենց ձևով, հավանաբար նկատի ունենալով եկեղեցու պաշտպանության հարցը կամ էլ իշխանափոխության, ով գիտե։ Փաշինյանն էլ ջղայնացավ, սկսեց ստատուսներ գրել, չխորանամ կրկին դրանց բովանդակության մեջ, բոլորը կարդացել եք ու Կարապետյանին իհարկե կարգադրեց ձերբակալել, հավանաբար այդպես։ Ձերբակալությունն էլ ի դեպ ըստ ամենայնի պիտի տեղի ունենար բիրտ եւ կոշտ ձևով, որ բոլորին դաս լինի, հրապարակային։ Իրականացնողն էլ պիտի լիներ ազգային անվտանգության ծառայությունը, բայց ձերբակալության գիշերը պարզվեց, ոստիկանությունն էր եկել Սամվել Կարապետյանի տուն։ Շատ կիրթ, սիրալիր խնդրեցին Սամվել Կարապետյանին նստել մեքենան ու գնալ։ Ցուցադրական ձերբակալությունը չհաջողվեց, տեսարաններ չեղան։ Փաշինյանն էլ, որի ստատուսներից առնվազն երևում էր, որ ինքն այդ տեսարանները ցանկանում է տեսնել, կրկին ջղայնացավ ու ազգային անվտանգության ծառայության պետին, տնօրենին գործից հանեց։ Թեպետեսած մեկը մյուսի հետ կապ չունի, լրիվ տարբեր պատճառներով է հեռացվել։ Արմեն Աբազյանը իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում եւ աշխատել է ամենաբարդ շրջանում 2020 թվականի նոյեմբերից եւ նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ եւ ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետեւ այս 4 ավելի մի րոպե 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնին, կարծում եմ հասկանում եք, որ հեշտ չի։ Չգիտեմ, թե Փաշինյանի այս պատճառաբանությունն ում համար համոզիչ թվաց, թե գոնե թե ինձ համար ոչ այդքան։ Աբազյանն իրապես Փաշինյանի ամենահավատարիմ ազգային անվտանգության ծառայության տնօրենն է եղել ու ամենաերկարակյացը Փաշինյանի օրոք ու առնվազն պետք է միամիտ լինել կարծելու, որ Փաշինյանը Աբազյանին գործից հանում է, որովհետև Աբազյանը հոգնել էր կամ հոգնած էր, պիտի հանգստանար, այն էլ ինչ որ պատահականությամբ ճիշտ Սամվել Կարապետյանի գիշերը ձերբակալությունից հետո, որը իրականացրեց ոչ թե ԱԱՑ-ն, այլ ՆԳՆ-ն։ Եվ քանի որ Աբազյանն իրապես շատ բան գիտե, քանի որ իրոք պաշտոնավորել է Փաշինյանի համար շատ ծանր ժամանակահատվածում, համեմատաբար ծանր 2020-25 թվականներին 20 նոյեմբերից սկսած, երբ Փաշինյանի իշխանությունը մազից էր կախված ու միակ փրկությունը ԱԱՑ լոյալ պետ նշանակելն էր, Փաշինյանը հավանաբար չի ցանկանում կոշտ կամ կոպիտ արտահայտվել Աբազյանին։ Հասեին վերջապես ԱԱՑ պետն էր, շատ բան գիտեր ու գիտե։ Բարի անկեղծ ընկերական հիգիենայի բոլոր կանոնները պահպանելով բաժանվել են։ Իսկ ինչու Աբազյանը, որը տարիներ շարունակ պահել է Փաշինյանի թիկունքն ամենածանր պայմաններում, չիրականացրեց Փաշինյանի այս ցանկությունը բերման ենթարկել Սամվել Կարապետյանին այնպես, ինչպես անհրաժեշտ է։ Այստեղ էլ կարծում եմ պատասխանը շատ պարզ է։ Ազգային անվտանգության ծառայությունը եղել է ու մնում է Ռուսաստանի Դաշնության հետ ամուր փոխկապակցված իրավապահ եզակի կառույցը։ Բացի դա, Սամվել Կարապետյանի կապերը Կրեմլի տարբեր աշտարակների հետ բավականին ամուր են։ Ինքը վերջապես ադրբեջանցի Գոտ Նիսանովից հետո Ռուսաստանում երկրորդ ամենախոշոր բիզնեսմենն է անշարժ գույքի շուկայում։ Աբազյանին կարող էր հրահանգել Երևանից ինչ-որ մեկը, Փաշինյանը, բայց Աբազյանը չէր կարող հաշվի չնստել նաև ռուս գործընկերների հետ, ենթադրում եմ։ Ուրեմն հարցն ավելի լայն է, քան կարող է թվալ ու հաստատ բացառապես ներքաղաքական չէ, ինչպես շատերին թվում է։ Ինչպես գիտեք, Ռուսաստանի Դաշնության կառավարությունում հետխորհրդային չարաճճի երկրների կուրատոր նշանակված Սերգեյ Կիրիենկոյի նշանակումից հետո շատ բան փոխվեց։ Ինքը պատասխանատու է Մոլդովայի, Ուկրաինայի, նաև Հայաստանի ուղղությամբ քաղաքականությունների համար։ Ու այս նշանակումից հետո պարզվում է, երբեք քաղաքականությամբ չզբաղված հանրահայտ Ռուսաստանաբնակ բիզնեսմեն Սամվել Կարապետյանը դաշտ է գալիս շատ հավակնոտ հայտարարություններով։ Հետո արդեն նույն ձերբակալության նախորդ օրը իր եղբայրը Կանեն Կարապետյանն է հայտարարում, որ մենք դեռ շատ անելիք ունենք, այսինքն սպասեք։ Եթե Փաշինյանը սրանից առաջ իր այսպես կոչված պայքարը վարում էր 3 ուղղությամբ՝ Քոչարյան, Դաշնակցություն, Մայրաթոր, ապա Կարապետյանի հայտարարությունից հետո բացվում է եւս մեկ ճակատ։
Սամվել Կարապետյանի դեմքով։ Կարապետյանին դեռ մեկնարկից կասեցնելու համար էլ Փաշինյանը գնում է կտրուկ ճանապարհով, մեկուսացնում է նրան, կալանավորում։ Ինչու կասեք, շատ պարզ, քանի որ եթե ներքին դաշտում Փաշինյանը հաջողությամբ կարողացել էր տապալել Քոչարյանին, ընդդիմադիր ամենախոշոր ու ամենաանգործունակ ֆրակցիայի առաջնորդին, ապա սկսել էր երկրորդ լեվելին անցնել մայրաթորի նկատմամբ կուսակրոնության ու այլ նմանօրինակ բովանդակություններով թեմաների շուրջ թուլացումը, ապա Սամվել Կարապետյանը մեկ մակարդակ բարձր է, մեկ լեվել բարձր մեկն էր։ Կարապետյանը աչքի չէր ընկել թալանչիությամբ ու հանրությանը խորթ այլ արատավոր արարքներով, ինքը հայտնի էր իբրև բարերարու մեքենաս։ Իրեն շնորհակալ էր լինում անգամ ինքը Նիկոլ Փաշինյանը Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակից գովաբանելով եւ Սամվել Կարապետյանին եւ արդեն Բաքվում հայտնված Ռուբեն Վարդանյանին, որ կապիտալը հայրենիք ունի եւ տեսեք, այս բարերարները բերում են այդ կապիտալը Արցախ։ Այն է Կարապետյանը իրեն պահում էր զուսպ հավասարակշիռ առանց քաղաքական հավակնությունների։ Ռուբեն Վարդանյանը օրինակ հայտ ներկայացրեց քաղաքական ու տեսանք ինչով ավարտվեց։ Իսկ ինչով է ավարտվելու այս պատմությունը։ Հաստատ է, որ ԱԱԾ պետի ազատումը մեկ գիշերվա ընթացքում Սալավյովի Կարապետյանին ընկերական սեր խոստովանել է եթերում, Մոսկվայից Երևան ժամանած բազմաթիվ մեր թվում է ազդեցիկ աջակիցներն ինքնին տեղավորվում են Սամվել Կարապետյանի ռուսական պրոյեկտի տրամաբանության մեջ տեղավորելու մտքերի մեջ։ Սա հաստատապես պնդել չեմ կարող, սա ռուսական պրոյեկտ է, թե ոչ բարեկամներ։ Քանի որ չկա որևէ բաց տեղեկատվություն, որ Սամվել Կարապետյանն իրականացնում է, ասենք, Մոսկվայի հրահանգը, թեպետ բազմաթիվ վերլուծաբաններ Հայաստանում պրոարևմտյան եւ իշխանության աջակից հենց այդպես էլ Կարապետյանին անվանում են, սակայն ժամկետները պատահական հո չեն, ես այս պատահականություններին չեմ հավատում։ Մայրաթորը ժամանակին գործընթացի մեջ ներդրեց Բագրատ Սրբազանին, որը տապալվեց իր քաղաքական պայքարում։ Դրանից առաջ վեհապարը հավաքեց բոլոր նախկին նախագահներին ու միասնության կոչ արեց, ըստ էության կոչ անելով միանալ գործող իշխանության դեմ։ Հետո վեհապարը հավանաբար ինքը ստանձնեց ընդդիմադիր թևի համակարգման ու կոնսոլիդացիայի հարց ու հայտնվեց Փաշինյանի ուղիղ թիրախում, իսկ երբ նրա կողքին կանգնեց արդեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը, Փաշինյանը սա հանդուրժել չկարողացավ։ Վախենալու մեծանում էր հակաիշխանական կոալիցիան։ Կրկնում եմ, որովհետև հավանաբար Սամվել Կարապետյանն արդեն լրիվ այլ մակարդակ է, քան անգամ վեհապարն ու Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանն էր տարիներ առաջ։ Եթե Ռուբեն Վարդանյանի կալանավորման կամ գերեվարման մասով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության մակարդակով հայտարարություններ չէին անում ու Պուտինի խոսնակը ուղիղ չէր խոսում, ծպտուն անգամ չէր հանում Ռուբեն Վարդանյանի մասով, ապա հիմա ամբողջ ռուսական էլիտան է խոսում Կարապետյանի կալանավորման մասին։ Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Ռուսաստանը հետևում է Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի ընթացքին, նշելով, որ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Մեջբերեմ։ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, սակայն իհարկե ամենայն ուշադրությամբ հետևում ենք, ասել է Պեսկովը։ Իսկ Պեսկովից առաջ իրավիճակը մեկնաբանում էր ինքը Մարիա Զախարովան ու ասում մեջբերեմ։ Մենք ասել ենք, որ Ռուսաստանի քաղաքացին, ռուս ձեռնարկատերը, ինչպես ցանկացած այլ Ռուսաստանի քաղաքացի եւ ռուս ձեռնարկատեր, եթե կապվում է մեր դեսպանատան ռուսական կողմի հետ, միշտ օգնություն եւ աջակցություն է ստանում։ Էլ ինչ է սա, եթե ոչ օրինական ուժի միջոցով աջակցություն քողարկված քաղաքականությամբ։ Կրկնում եմ, չեմ ցանկանում մտնել դետալների մեջ, անդադար մեջ բերել հայտարարություններ, սակայն հստակ է, որ Հայաստան-Թուրքիա մերձեցման ֆոնին Իրան-Իսրայել պատերազմի համատեքստում Ռուսաստանի Դաշնությունը պիտի Հայաստանի ներքաղաքական կյանքում բեկում մտցնի իր համար, չկորցնելու Հարավային Կովկասի միջանցք եւ դա անել շատ լոյալ մեկի միջոցով։ Ռուսաստանի Դաշնության համար նշանակություն չունի, թե ով եւ ինչպես կարող է օգտագործվել այս նպատակի համար, անգամ ամենահարգելի հռչակված բարերարը։ Կրեմլը լուծում է իր խնդիրները, իսկ Կարապետյանը ցավոք մեծ կապիտալ ունի Ռուսաստանի Դաշնությունում ու ինչ իմանաս, կարող է առհասարակ Կրեմլին ասել ոչ, եթե միակայլ ընտրանքը այոն է։ Ես դիտարկում եմ այս ներքաղաքական գործընթացները բացառապես արտաքին քաղաքական գործընթացների համատեքստում։ Մոսկվան արդեն իսկ կորցրել է ազդեցությունը Հարավային Կովկասում, կորցնելով իր ներկայությունը Արցախում։ Հիմա արդեն խոսք է գնում ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին։ Մինչև Փաշինյանը կմեկնի Թուրքիա, հայկական լրատվական ռեսուրսներից մեկը մի արտահոսք կազմակերպեց, հավանաբար ռուսական աղբյուրներից, դրանում ասվում էր, որ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հանդիպման եւ քննարկելու այդ թվում նաեւ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցը։
Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանի վերջին գործողություններով ռուս սահմանապահները դուրս են եկել Զվարթնոց օդանավակայանի անցակետից, ապա ազատել են նաև հայ-իրանական Ագարակի անցակետը, սրան զուգահեռ հայ սահմանապահները սկսել են ռուսների հետ պարեկություն իրականացնել հայ-թուրքական սահմանին, որի վրա վերակառուցվել է Մարգարայի հայտնի անցակետը եվրոպացիների հովանավորությամբ, այս լուրը արտահոսքը կարող է շատ մոտ լինել իրականությանը։ Վերջապես տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ ռուսական ռազմաբազան բնավել հայերին թուրքերից պաշտպանելու համար չէ, եւ եթե հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի մեջ բարելավվում են, ինչ իմաստ կա հայ-թուրքական սահմանին պահել ռուսական ռազմաբազա, իսկ սահմանին ռուս սահմանապահներ։ Սրանք գումարած։ Եթե վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանը համարվում էր պատերազմող Ռուսաստանի Դաշնության համար տարանցիկ առևտրային երկիր, սև էքսպորտի ապահովման համար եւ միլիարդներ էր աշխատում, ապա հիմա իրավիճակը փոխվել է։ 14 միլիարդ դոլար առևտրաշրջանառությունն ու Փաշինյանի ֆանտաստիկ տնտեսական աճն այլևս նախկինը չեն լինելու այս տարի։ Սրա մասին հայտարարում է արդեն Օվերչուկը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը, հիշեցնելով, որ այս տեմպերով Հայաստանի Հանրապետությունը շատ կարողություններ է կորցնելու։ Փաշինյանը ցուցադրաբար հրաժարվեց մեկնել Մինսկ ու մասնակցել ԵԱՏՄ հավաքին։ Փոխարենը տեսակապով միացավ հավաքին ու ապա մեկնեց Թուրքիա։ Այն է, Փաշինյանը ԵԱՏՄ-ի այլընտրանքել է դիտարկում այդ թվում նաև Թուրքիան։ Փաշինյանը գնում է արևմուտք, բայց ոչ թե հեռավոր, այլ մերձավոր, Հայաստանին մերձավոր արևմուտք, որի անունն է Թուրքիա։ Հետևաբար ռուսները սա թույլ չեն տա այսպես հեշտությամբ կուլ տալ, հա, հեշտությամբ կուլ չեն տա։ Եթե նրանից առաջ թույլ չէին տալիս իրանցիների հետ համատեղ չար ու բարի ոստիկանների սկզբունքով, հա, իրենք իրար մեջ պաս էին տալի Հայաստանը, ապա հիմա Իրանն ինքը ունի բազմաթիվ խնդիրներ ու բանակցություններ է խնդրում կրակի դադարեցման դիմաց արդեն ամերիկացիներից։ Ուրեմն ինչպես քիչ առաջ նշեցի, սա թուրքերի համար բացառիկ պատմական շանս է տակով անել Հայաստանն ու դառնալ այլընտրանք, շարքից անելով Մոսկվան ու Թեհրանը, եւ քանի որ հավանաբար Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը ավանդաբար մրցակցել են ու իրար մեջ բաժանել են Հարավային Կովկաս, այս անգամ եւս մրցակցությունը թեժ է։ Հայաստանը մնացել է Թուրքիայի համար վերջին պատնեշը, դե վրացիների, ադրբեջանցիները հարցը լուծված է։ Իսկ Հայաստանը, որտեղ հիմա կենտրոնացած են 3 տերությունների շահերը, բզկտվում է։ Հայաստանի շեղումը սրանցից որևէ մեկի ուղղությամբ կնշանակի հենց այդ կողմի հաջողելուն շանս տալը։ Ու Փաշինյանը հիմա գիտակցված ընտրություն է կատարել։ Ինքը վստահ է գուցե, որ արևմուտք տանող միակ ճանապարհը Թուրքիան է, իսկ այդ ճանապարհը ստանալու համար Հայաստանը պիտի ճանապարհ տա Թուրքիային դեպի արևելք։ Ռուսները սրա հետ համակերպվել չեն կարող, եթե Ռուսաստանով անցնող արևելք-արևմուտք ճանապարհն այլընտրանք գտնվեց, իրեմս Հարավային Կովկասի միջանցքի ապա Ռուսաստանի Դաշնությունը էլ ավելին է կորցնելու իր աշխարհաքաղաքական նշանակությունը անսահման նվազելու է։ Իրանի մոտ նույն պատմությունն է։ Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության շահերը Հարավային Կովկասը փակ պահելու մասով համընկնում էին հենց այստեղ, որ դա պիտի լիներ հետնաբակ, քանի որ երկուսի դերն էլ նվազելու է հարավկովկասյան արևելք-արևմուտք միջանցքի առկայության պայմաններում։ Դες առնվազն տարօրինակ չի թվում, թե ինչու է Ալիևը օդանավակայաններ կառուցում Բերձորի պես բնակավայրում կամ Վարանդայում ունենալով մոտակայքում կրկին օդանավակայաններ։ Ինչու են ենթակառուցվածքներն այդքան զարգանում այս ուղղությամբ, քանի որ այդ ճանապարհը հենց արևելք-արևմուտք միջանցքն է իր օդային, ցամաքային, երկաթգծային կարևոր երթուղիներով, որոնք գտնվելու են թուրքական, ոչ թե ռուսական կամ իրանական վերահսկողության տակ։ Հիմա վերադառնալով Սամվել Կարապետյանին, ուղղակի եզրահանգման գա։ Կարապետյանը իմ համեստ դիտարկմամբ ստիպված է հայտնվել այս խաղի մեջ։ Հավանաբար չի ունեցել անգամ այլընտրանք, քանի որ ռուսական քաղաքականությունները լրիվ այլ կերպ են վերաբերվում իրենց երկրում հարստացածներին։ Իրենք ռուսները հարուստի ունեցվածքը համարում են ոչ թե այդ կոնկրետ հարուստի սեփականություն, այլ պետական գույք, որ այդ հարուստը ուղղակի տնօրինում է, բայց ոչ սեփականատեր է։ Ուզած պահին հատուկ ծառայությունները կիրառում են որոշ գործիքներ եւ ունեզրկում են, ինչպես արեցին օրինակ շատ հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի դեպքում։ Ուրեմն ոչ բոլոր դեպքերում ու ոչ միշտ է Սամվել Կարապետյանի պես մարդիկ ունակ Կրեմլին ասել ոչ։ Ու այս տարածաշրջանային տերությունների բախման հետևանքով տուժում է անհատը, հետո պետությունը, հետո կարևոր ինստիտուտն ինչպիսին է եկեղեցին, հետո մենք բոլորս։ Ինչու, քանի որ մենք չենք ունենում բավարար ողջախոհություն եւ իրար աջակցելով պետական շահը սպասարկելու փոխարեն իրար վնասում ենք, ստիպված լինելով կատարել
հանձնարարություններ։ Փաշինյանը մի դեպքում, Կարապետյանը մեկ այլ դեպքում, Մայրաթորը իր հերթին, ընդդիմադիր հիմնական ճամբարը իր հերթին։ Բոլորը իրենց խաղն են խաղում առանց հասկանալու, որ վնասելով իրար իրականում վնասում են պետությանը։ Հիմա իհարկե ձեր կողմից ավանդական հարցը հնչելու, լավ, ինչ անենք։ Բոլորը խոսում եք, ասում եք, լուծում չունեք։ Նախ հավանաբար արդեն հազարերորդ անգամ շեշտում են, որ քաղաքական մեկնաբանի անելիքը ոչ թե լուծումներ առաջարկելն է, այլ փաստերը մեկնաբանելն ու ընկալելի լեզվով հասարակությանը հասցնելը։ Այն փուլում, երբ լրատվամիջոցը կլինի, թե մեկնաբանը մտնում են խորհուրդներ տալու դաշտ, դառնում են քաղաքական միավորներ։ Իսկ մենք այդպիսի նպատակ չունենք։ Մեր նպատակն է բոլոր մասնագետների, փորձագետների, քաղաքագետների, տնտեսագետների, իրավագետների ներգրավմամբ հնչեցնել ճիշտ հարցեր ու ստանալ ճշգրիտ պատասխաններ։ Հրամցնել դրանք ձեզ ու տալ ձեզ ընտրելու հնարավորություն։ Եթե այդ ճշգրիտ տեղեկատվության ստացման արդյունքում դուք որոշում եք, որ Փաշինյանի քաղաքականությունը ճիշտ է, գնում եւ հաջորդ տարի ընտրում եք նրան, կրկին վերընտրում եք, իսկ եթե հասկանում եք, որ սխալ է, գնում եւ ընտրությունների ժամանակ տապալում եք Փաշինյանի իշխանությունը ու բերում եք նրանց, որոնց գաղափարները ձեզ ավելի հարազատ են, ավելի ընկալելի եւ ավելի ընդունելի։ Հիմա հստակ է, որ Փաշինյանը գնում է թուրքական մոդելի մեջ տեղավորվելու ճանապարհով, դե ով չի հասկանում դա։ Միաժամանակ տեղավորվելով նաեւ արևմտյան մոդելի մեջ։ Հետսետե իրեն հեռացնելով Կրեմլից։ Անելով դա այնպես, որ հանկարծ հոկտեմբերի 27-ի ճակատագրին ինքը չարժանանա։ Միևնույն ժամանակ մի քանի ուղղությամբ ներգրավված Ռուսաստանի Դաշնությունն էլ ձեռքի տակ արկա բոլոր միջոցներով փորձում է Փաշինյանին հետ պահել անցանկալի լուծումների կամ ուղղությունների զարգացումներից արկա միջոցներով եւ բոլոր ձևերով, ինչպես Սամվել Կարապետյանը իր հայտնի ելույթում ասաց։ Իսկ երրորդ կողմից էլ Իրանն է, որը մնացել է իր լրջագույն միջուկային խնդիրների հետ տետ-ա-տետ։ Կարող եմ իհարկե հիմա շատ խորանալ ու գնալ նաև Մերձավոր Արևելք, Չինաստան, Մեծ Բրիտանիա, բայց թույլ տվեք ձեր թանկագին ժամանակը այլևս չսպառել։ Վստահ եմ, որ համապատասխան ենթադրություններն արդեն արեցիք։ Շարունակելու ենք աշխատել ձեզ համար ամենօրյա ռեժիմով ներկայացնելով լուրերը 10 լեզվով, Reopen Media-ն ձեր կողմից ստեղծված ինստիտուտն է եւ իհարկե բացառապես ձեր շահերի սպասարկման համար։ Հետևեք մեզ բոլոր հասանելի սոցիալական մեդիա հարթակներում եւ ինչն ամենակարևորն է, աջակցեք մեզ, որպեսզի օգնեք մեզ պահպանել մեր անկախությունը։ Բանկային եւ մյուս բոլոր հղումները նկարագրության հատվածում։ Ես Դավիթ Գրիգորյանն եմ, ձեզ համար վարեցի երեկոյան շաբաթվա ամփոփիչ թողարկումը, կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։ Իմաստություն բոլորիս։